մեկը շահ ունի աս ամեն ինչին յետևը ուղղակի ատկան մագերեսային եւ միամիտ դեսանգյունե նայել պետք չէ որ աս աղանթը մյուս աղանթին չեն սիրեր անորոմանալ սպանեցին նախքին ռեժիմը պահեր էր աս ամեն ինչը ասկան մագերեսային պետք չէ նայել ատ ամեն ինչին վագոնը կալած է վերաթարնա այդ վագոնը իդ գրնա վերաթարնալ նկատյունիկ ասադը շանս ունի իդ վերաթարնալու գամ ատ վարչագարկը ատ խաղապարը Թանուր Սուրիայի մեջ երդասարտություն չի մնաց Սուրիայի երդասարտությունը կախտած է ոչ թե մենակ հայ Սուրիան երդասարտության լուրջ տակնաբուն աս 10 տարի եւ 13 տարվա ընթացքին Հայաստանը թերացավ որպես պետություն Սուրիայերուն հանդեպ ինչը սպասենք Հայաստանի բեդութենեն բեդական համագարկեն Բարև ձեզ արևելքի հարտագով այսօր անգեղծ զրույցը դարձյալ գիզագետային Սուրիո վերջին զարգացումներու մասին է հյուրս Արամ Խաչատուրյանն է Արամը երաժիշտ է Հայաստանի օպերայի մեծ բանակին մաս կգազմե նաև անշուշտ սուրիական իր փորձառությունը իր դեսածը իր քննարկումները եւ նաեւ վերլուծությունները պիտի փորձենք իմի բերել։ Բարի եկած ես Արամ ուրախ եմ արիթին։ Շնորհակալ։ Գիտես Արամ շատ կարևոր է Սուրիո մասին խոսիլը, կարևոր է նաեւ խոսիլ այնպիսի մարդոց հետ, որոնք տարբեր դիտանկյուններ կփորձեն ներկայացնել հարցը, որովհետեւ Սուրիան շատ խճճված թեմա է եւ հաջող այդ թեման սխալ ներկայացված է եւ մեր հասարակությունները, մեր հանրությունը միշտալ ուզած է ճշմարտությունը իմանալ, բայց այդ ճշմարտությունը միատեսակ ճշմարտություն չէ։ Այսօր Սուրիան դարձյալ օրագարկի վրա եղավ, գիտեք Ձովեզերիա շրջաններու أحداث الساحل կգոչվի Դուն ինչպես կդիտարկես այս դեպքերը որ դեղի ունեցան որ դարբեր հարթակներով դարբեր ծևերով ներկայացվեցավ ես որպես լրագրող կփորձեմ միշտ ավելի հավասարաչափ նայել խնդիրներուն բայց դեղեր կան որ այդ հավասարաչափը լալը նույնիսկ գեցվածքը գուզե որ թեկրես, այսինքն որովհետև իրականությունը միանշանակ չէ, եղած դեպքերը մեկ հոգի չէ հանցավորը։ Ամբողջ Սուրիո վերջին 100 տարվան կամ 50-60 տարվան այո, ինչպես կդիտարկես։ Ես ամենա թեմից ասեմ որ լինելով երաժիշտ եւ երաժշտական ասպարեզի մեջ ուսանող աշխատող անձնավորություն միշտ կխուսափեի այսինքն քաղաքական բաներ քննարկելու կամ գարձիկ հայտնելու բայց անինչ որ հիմա Սուրիա գլա գոր ես որպես սուրիահայ ինչու այս անգամ ընդունեցի ձեր հրավերը որտեվ նկատեցի վերջին շրջանը շատերը կան որ շատ սխալ գարձիկ ունին եւ իրական շատ հերու իրականությունն է ես հագիրճ եւ գրջադված ձևով պիտի փորձեմ կամ պատմութենեն որովհետեւ փաստեմ այսօրվա եղածները այսինքն աս ամեն եղածները մեկը շահ ունի աս ամեն ինչին յետևը ուղղակի ատկան մագերեսային եւ միամիտ դեսանգյունե նայել պետք չէ որ դե հիմա աս աղանթը մյուս աղանթին չեն սիրեր անորոմանալ սպանեցին նախքին ռեժիմը պահեր էր աս ամեն ինչը ասկան մագերեսային պետք չէ նայել ատ ամեն ինչին աս նախ գուզեմ կալ ուրդեղենը ստեղծվեցավ ինչ որ արաբերենով կսեն տաիֆի է համայնքային լարվածություն կամ դարբերություններ այո դարբերությունները եւ ինչպես ունեցան քաղաքական գշիրք եւ օգտագործվեցան որոշ ուժերու կողմէ իրենց իշահ իրենց այսինքն
Դե եթե որքանք օսմանական կայսրության շրջան են, դե պատմության մեջ գերեւի շատերս գիտենք, կարդացել ենք, որ ֆրանսիացիները փորձեցին օգտագործել կաթոլիկներուն, ռուսերը օրթոդոքսներուն, եւ դե այդ ժամանակ ժողովուրդն ալ բարձ էր, ադի ինչ որ էմոցիաներ դվավ իրենց, որ ես ուրեմն լավություն, գերեւի լավություններ պիտի ունենամ, ես իմ գրնագս ռուսն է, կամ գրնագս ֆրանսիացին է, եւ այդպես ստեղծվեցավ օսմանական այդ շրջանին, երբ որ այդ նյութը ստեղծվեցավ, օսմանական իշխանությունն ալ խնդիրներ ուներ տնտեսական, եւ այդ խնդիրներու գերեւի հույս ունեցավ, որբեսի այդ խնդիրները լուծե գերեւի լավ գլա այդ մեկի, եթե լա օգտվինք ֆրանսիացիներեն կամ ռուսերեն, եւ եղավ այդ բաժանումները։ Երբ որ ընկավ օսմանական գայսրությունը, հիմա եկավ ֆրանսիացիները 1920 թվականին ես շատ լսած եմ, գարտացած եմ, որ տեղի ունեցավ համաժողով, նստեցան շատ սուրիացիներ եւ թեմ ելան այդ բաժանումի երևույթներուն, այսինքն ասին մենք բոլորս սուրիացիներ ենք, դրզի չի գա քրիստոնյա, մուսլիմ, ամենս մեկ ենք եւ պետք է ասորյան միասնական, նաեւ ալավիները, այո։ Եվ հիմնական հեղափոխություն գազմագերբողները այդ խավն էին եւ հասցուցին Սուրիան անկախացմանը, այսինքն անկախությանը, այսինքն վդարեցին ֆրանսիական հոգադարությունը։ Այո։ Հիմա այդ խավը հիմնականում իրենք արիստոկրատական ավելի խավ էին, արաբերենով կսեն տաբaqat արստիխրատ ու տջար վաճառականներ այդ սուրիացիներն էին, հասցուցին երկիրը անկախացմանը ֆրանսիացի են, այդ անկախացման շրջանեն հետո Սուրիան շրջան ունեցավ, գերեւի եթե խոսենք 50-ական, 58 թվականի շրջանները, Սուրիան ուներ երկու շարժում, երկու քաղաքական շարժում, արաբերենով Հզբ al-Taqaddum al-Ishtiraki եւ Qawmi al-Arabi։ Թարգմանենք ազգայնական արաբները եւ մյուսնալ սոցիալիստական գուսակցություն։ Այո։ Առաջտիմական սոցիալիստական շարժումը եւ ազգային արաբական։ Ինչը որ գար իրենց տակ գուսակցություններ եւ բաներ, քաղաքական շարժումներ, շատ ոգևորված էին սովետական շարժում են, որ տեսեք սովետը ուրգե ինչ եղավ, մենք ալ նույնը բիդենենք, այդ հեքիաթներեն շատ աստված էին եւ փորձեցին նույնը բերել հիմա լիբերալիներն ալ գային, ինչը որ ավելի դեպի արևմուտք էին։ Բայց աս ինչը որ սովետից ավելի աստված էին, այսինքն սկսան որոշ ծրագիրներ, որոշ այսինքն քաղաքական ծրագիրներ, ինչ որ հասցուց հետո Սուրիան Եգիպտոսի հետ միացմանը, բայց ցախողվեցավ ադի վերջի, այսինքն այդ ամեն մշրու իշտիրակի տaqaddumi ցախողվեցավ, եւ այդ ցախողումին պատճառն էր, որ որոշ շրջան Սուրիան ունեցավ բարաբուչուն, տադարգություն, այսինքն մեկը գելեր մյուսը գիշներ, հաջորդ օր հեղաշրջում գլար, հեղաշրջման շրջաններ էր հետևի։ Երբ որ Ասադի ռեժիմի եկավ, Հաֆեզ Ասադը, անինչը որ գար այդ միասնական Սուրիայի արաբական ազգային բանին, իմ կարծիքովս խափանեց այդ ամեն ինչին, Հաֆեզ Ասադը։ Ինչպես խափանեց, տեսեք օրինակ Եգիպտոսիները ուրիշ ցևի մտածեցին, իրենք ուղղակի հասկացան, որ դեռ չպիտի հասնի այդ բանը, ծրագիրը, միացման, այո, եւ Սադատը եկավ։ Եվ Աբդել Նասերը հիշեցնեմ, որ միշտ կթշկոհեր, որ Հաֆեզ Ասադը ինքը դուրսել այդ միության քաղաքարեն։ Այո։ Սադատը եկավ եւ կամ դեպետով այդպես վերջացավ։ Բայց Սուրիա
ուղղակի ժողովուրդն ալ սկսավ չի հավատալ այդ ամեն ինչին, հավատք չի գար ժողովրդի կողմէ այդ ամեն ինչին, այսինքն առաջ դիմության սոցիալիստական դեսան արդյունք մը չլար գոր ոչ զարգացում գլագոր տնտեսական ոչ բան, բայց այսինքն ուրեմն ինչպես իշխանություն պիտի ստեղծվի։ Հաֆեզ Ասադը լալով Ալավի եւ ինքնաչուներ, այսինքն որևէ մեկ նոր ծրագիր պետության ապակայի զարգացման համար, հիմա բայց ինքը ինչպես պիտի կա իշխանության չունենալով ծրագիր։ Այդ հոն ստեղծվեց հոս է խնդիրը։ Իմ կարծիքով ճիշտ աս շրջանն է, որ ստեղծվեցավ Տաիֆիեն Սուրիայի մեջ։ Համայնքային, հայո։ Ինքը լինելով Ալավի, մտածեց ես ինչպես կրնամ իշխել Հավիդյանս Հավիդենից Սուրիայի վրա, լինելով այդ քչամասությունեն մեծամասնության վրա։ Միակ ցևը ադեր, որ պիտի համոզե աս քչամասության, որ իր մով է միան փրկությունը իրենց, այսինքն եթե ինքը եկեր է իրենց բրգելու, ինքը եթե հիմա չի կա, աս մեծամասնության սունիները իրենց պիտի ուղակի մորտեն, սպանեն։ Եվ այդ պրոպագանդան այդ բանը միտքը Ասադի ռեժիմն է, որ զարգացուց։ Ոչ թե որ ալավիներուն գսիրե կամ իսիրուն ալավիներին, իսիրուն որբեսի իր իշխանությունը ամրաբնթե։ Այսին վստահություն ուներ այդ համայնքին հանդեպ ինքը Հայր Ասադը եւ գգարձեր որ այդ վստահության հիմամբ կրնա գարավարել երկիրը ադեր վստահություն ուներ այսպես էր գախնիկը օրինակ ինքը չի կորձակցեցավ սունիներով ավելի հեշտ ինքը սունի չէ նախ ինքը այո բայց ինքը ղեկավար էր չէ երկրի հա բայց որն է ավելի հեշտը ինքը մեծամասնության վրա իշխե թե քիչին վրա քիչին սկսի մեծամասնության երթա բնականաբար իր ներ անորամար ալավիներուն ինքը իմ գարձիկովս օգտագործեց ալավիները վերջիվերջո հիմա իրենք զոհ դարձան այդ ամեն ինչին այսին այսօրվա տեպկերուն բաժարները արդյունք է հոնդեղենը սկսավ այդ ամեն ինչը ամենաուժեղ գառույցները Ասադի ռեժիմի մեջ ալավիներին հանձնեց եւ ինքը տիպմամբ այսինքն սկսեց ալավիներուն լարել սունիների դեմ եւ միևնույն ժամանակ սունիներին ալ իրավունք տվավ ոչ թե իսիրուն սունիներին իրավունք տվավ որ այդ ամեն ինչը աջի տեսեք օրինակ գսեն ասեր մցեր ուզածը հիմա օրինակ շատեր իսլամիստները բան բայց այդ իսլամիստներուն ով թույլտվություն տվավ նույնիսկ Հաֆեզ Ասադի տարիներուն որ իրենք Ղուրանին մեջ ավելի ծայրահեղական հա այսինքն մենք տեսանք Հաֆեզը իրենց գրադարաններ եւ գրոնական կենտրոններ բացավ որբեսի իրենց Ղուրանի մեջ ավելի ծայրահեղանան, ավելի ուսումնասիրեն եւ այդ ամեն ինչը ինքն էր որ հաստուց ասում են։ Այո, բայց արգելված չէր այդքան ծայրահեղություն Սուրիո մեջ իր ժամանակ կամ ասենք երբ որտուն Բադանի է իր շատ սուրիահայեր ինձ ասած են մենք չէինք խոսիր ադիգա ինչ գրոն ունի մեզ համար կարևոր չէր կամ սուրիացի ասենք opinion maker-ներ գսեն որ մեր երկրի մեջ կարևոր չէր գրոնքը մենք բոլորս դին լալլահ վալվատան լջամիա տարկմանեմ որ հայրենիքը բոլորինն է եւ գրոնը անհադինն է այսինքն կու սածիտ եւ իրականության միջև տարբերություն մը գա այսինքն միևնույն ժամանակ ատմիս ծրագիրը առաջ կմղեր որ սունիները ավելի գարձր դառնան այո ինքը չէր գրնար այդքան համարցակ ձևով այդ ամեն ինչը իրակորձեր ոչ թե սունիները ավելի համարցակ դառնան ինքը այսինքն գարիկ ուներ ալավիներին համոզելու որ իրոք սունիները վտանգ են ձեր վրա որովհետեւ միշտ
Այո, որբեսի on-line լան։ Այո, իրենք, այսինքն այդպես չէ որ շատ բոլոր ալավիները կողմնակից էին Ասադին։ Ալավիների մեջ կան որ հասկացել էին այդ ամեն խաղը եւ այդ ամեն ինչը եւ թեմ էին, համայնավար էին ինքը ուղղակի ալավիներուն օգտագործեց, այսինքն այդ համայնքը դուժեց վերջի վերջո։ Այսօր ինչ կդարվի, Արամ, այս դեպքերը եղան մենք զարմացնող բաներ ալ գլան Սուրիո մեջ, դեսանք քյուրդերու հետ համացայնությունը մեկ օրվա մեջ, դեսանք նաև սահմանադրության նոր հռչակագիրը սահմանադրական վավերաթուղթ այդպիսի բանը, որ 5 տարվա ծրագիրն է, քու գարձիկով դեպի ուր գերտա Սուրիան։ Ես շատ մտահոգ եմ եւ այսինքն երբ որ գգաբվիմ իմ ընկերներուս հետ, որոնք Հալեբի մեջ են, երեք դեր ինձ շատ մոդիկ ընկերոջ հետ կխոսեի, բոլորը մտահոգ են եւ մտավախ են եւ իրավունք ունին, այսինքն դեղեմդեղ չենք դեղեմդեղ օրինակ գսկամ որ շատ մփաներ ուղակի թադրոնի պես է, գիտեք Գան սխալներ, օրինակ այս նոր սահմանադրությունը, որ բաներին հռչակագրեցին, դեմոկրատիա բառը չի լսեցինք, օրինակ, հեչ։ Ես ինձ համար ադի մտահոգություն է։ Քյուրդերու հետ միանալը շատ լավ էր միանշանակ եւ շատ հույս տվավ բոլորին, որ Սուրիան հերացավ մեկ քայլ մբաժանում է։ Բայց կտեսնեք այս նոր սահմանադրութենեն հետո կտեսնեք շատ բան փոխվի եւ շատ մարդիկ համացայն չլան քյուրդերը ելենսեն գախված է մեր համացայնությունը մենք գադ վտանգը ես այդպես կկարծեմ իսկ ինչն է որ քու գարձիկով այն հայրենագիցներուն կամ ընկերներուդ հետ որ գխոսիս ինչն է հիաստապության պատճառը ինչ են հիաստապված են կամ արդյոք գիտես գարկը Սուրիա հայերու հետ իմ ունեցած զրույցներուս ընթացքին որ ես գնախնդրեմ այդ զրույցը օֆնել մարել որովհետև իրենք այն մոդեցում ունին որ առանց Ասադի չգա փրկություն եւ ով որ ալլա ինչ ալլա իրենք ինձ պիտի ասեն դեսար ինչ եղավ դեսար ինչպես կվարվին դեսար ազատությունները ինչ եղան հետո գիշես դբրոցական գրթական համագարկի մեջ փոփոխություններ գդարեցին միջայլոց այդ փոփոխությունները գաբված էին միան իսլամներուն ոչ թե քրիստոնյաներուն այսինքն միան իսլամի թասի շարային մեջ փոփոխություն այս բոլորը ինձ գմղեն մտածելու որ հայերը նաև շատ կարճացություն ունեին այդ իշխանություններն եւ իրենց համար հարկելի բաժարներով այդ առանց այդ իշխանություններուն Սուրիան անգարելի է որ արևիդակ լավ օրդեսն է իրականությունը ինչ է արամ քու գարձիկովդ Պրոպագանդայի հարց է իմ գարձիկովս այսինքն նույն պրոպագանդան է որ այդ ռեժիմը շատերու ուղեղին մեջ մտցուց որ առանց ինձի դուք փրկություն չունիք եւ շատերը հավատացին ադի բայց հիմա արդեն վագոնը կալած է վերադառնա այդ վագոնը իդ գրնա վերադառնալ կացած է որ նույն այդ վարչագարկը գրնա վերադառնալ հա այսինքն դուք նկատի ունիք Ասադը շանս ունի իդ վերադառնալու կամ այդ վարչագարկը այդ խաղապարը գրնա վերադառնալ չեմ գիտեր անգերձ ես չեմ գիտեր բայց տեսեք հետաքրքիր է ինքը իր իշխանությունը այդ հանցնած ձևը օրինակ փախավ չի հանցնեց մեկ տարի հիմա իրավունք չունի ինքը օրինակ քաղաքական այդ բանը օրենքը իրեն սահման է որ դու իրավունք չունես քաղաքականությունը որևէ մեկ քաղաքական կյանք ունենալու հիմա Մոսկվայի մեջ Ռուսիայի մեջ ինքը գա գրնալալ հարաբերենով կսեն հակում է բլմենֆա աքսորի գարավարություն այո աքսորի գարավարությունը փորձե
ունենալ, փորձե այս ամեն ինչը որ հիմա գլա գոր արդեն Զովեզերքյան շրջանի մեջ, այդպես չէ որ միայն մարդոց անձնական հին 14 տարվա եղած պատերազմի վերքերու արդյունքն է կամ ող առնելու արդյունք է, այդպես չէ, յետևը ուղղակի օգտվողներ կան։ Այսին բադահական չեն այդ դեպքը։ Բադահական չէ, ոչ, անշուշտ։ Վերադառնալով մեր հայրենագիտներուն ինչ են այդքան հիաստապված են կու, այսին վերջերս որ գխոսիս այս դեպքերն ալ գարձես ավելի ծետ լեցուցին գրագին վրա, որ իրենք կու գարձիկդ ինչ է պատճառը, որ այսքան խրճած են այս հագարակ անոր, որ Հալեբի մեջ պարկաստո, պամը չեղավ հայերուն թեմ հատկապես։ Սոցիալական կյանքը եւ ապրուստը շատ վատացավ, այսինքն հիմա արդեն վատացած էր այս 14 տարվա ընթացքին եւ երթալով արդեն ավելի կվատանար որ մենք այդ ջամփային վրան էինք, բայց գդրուկ շատ ավելի ուժեղ վատացավ այս ամեն ինչեն հետո, բայց շատերը ես օրինակ ինձ համար շատ սպասելի էր, նորմալ է, անցումային շրջան է, նորմալ է որ այս ամեն խառնարան շրջանը պիտի լա եւ դեռ ես ավելի վատ բաներ կպատկերացնեի գոր, բայց իրավունք ունին հիաստապվելու, որտեվ շատ օրինակ սխալ բաներ կան, օրինակ թուրքական բաները, ապրանքները, օրինակ միան թուրքական չէ, դուրսեն ապրանք գբերվի Սուրիա եւ կծախվի գոր, բայց այսպիսով տուն քու սուրիական դեղական ապրանքդ չես բան, այսինքն ով որ բիզնես ունի, ով որ գործարան ունի, լա այդ բիսկվիտների կամ ասենք տարբեր ընկան ուղակի չի գա թոփ զարնելու վրա են, որտեվ ամեն շուգան թուրքական ապրանք լեցվեցավ, ադի ճիշտ բան չէր օրինակի համար, ադի ուղակի սխալ էր իմ կարծիքովս, եթե թունգ ուզես որ քու քաղաքիդ դնդեսությունով զարկանաս, քու քաղաքիդ դնդեսությունը ոտքի հանես, քու ընդհանրակը ես ջմրոկ կտնեմ բան գտնեմ, արկելքներ գտնեմ թուրսի ապրանքները ներս կալու եւ ոչ թե հակառակը։ Այս բոլորով հանդերձ ինչպես կգրնաս մեկնաբանել Սուրիահայությունը գշարունակի ապրիլ կամ ինչ գիծեր գերևին, այսին նոր դոգոսմը սպասենք Սուրիահայերու քաղաքին կամ դեպի Հայաստան, մանավանդ որ հիմա արդակին դուրսի աշխարհն վստահ եմ լսած ես որ չընդունիր որ այլևս քաղաքտականներ գսե խաղաղություն եղավ ծերի երկրի մեջ, կացեք ծերի երկիրը, նաև շատ հայրենագիտներ դուրս տրվեցան, ընդհանրապես չի խոսվիր այդ թեմայով, բայց լսողաս եղա ես։ Ինչ կգարձես, կմնա Սուրիայությունը, կթիմանա այս բոլորին, թե գուզե կախտել պատգերը ինչ է։ Շանսերը շատ մոտիկ են, տեսեք, երկու շանսերը իրար, այսինքն գերևի կարելի է ասել 50-50 են։ Մեկ շանսը գսե եթե ասկան թիմացան քիչ մնա գտիմանան միգուցե քիչ մե եթե լավացումը լա դի իրենց հույս տա մնան մեկ շանսն ալ գսե որ չէ ես օրինակ անձնական շատ ընկերներ ունիմ բոլորը գսեն որ վերջ դիելեմ վերջ ասի վերջներ այլևս անթիմանալի է վիճակը պիտի ելնեմ ես անմարդոց եմ որ Հայաստանի համար լավ գտեսնեմ, եթե որ սպյուրքը հոս կա։ Դե ես գարձեմ որ Հայաստանը գարիկ ունի սպյուրքին։ Այսինքն եթե մենք հոս հազիվ 3 միլիոն ենք, աս 3 միլիոնը դառնա 10-11 միլիոն, շատ ուրիշ վտանգներ եւ հարցեր իմ գարձիկովս կվերանան։ Իսկ պատմական ժառանգությունը արամ այդքան դյուրին է 100 տարի է քարքարի վրա գառուցած է Սուրիայությունը դբրոցներ, եկեղեցիներ եւ այսքան ժառանգություն, մադենակրություն, մակաղատներ, ցերակիրներ, հոգեվոր ժառանգություն, ամենափոքր սգիհեն մինչեւ ամենամեծ հադորը կամ մեր նախահայրերուն շիրիմները
Ցավալի բոլորը գարձես, որ այսպես կարելի է մեկ կոջակով սեղմել եւ մարել այս լույսը։ Ես լրիվ համաձայն եմ ձեր հետ, բայց եթե վտանգը գա, որ այդ ամեն ինչն ալ պիտի վերածվի գերեզմանի մը Աստված չնե, չէ, ավելի լավ է փրկվին։ Բայց ես իմ գարձիկովս ասկե ավելի ցեղասպանություններու բաներ այլևս չպիտի տեսնենք Սուրիայի մեջ։ Այսինքն մեծ սպանություններ Չէ, չպիտի տեսնենք։ Ինչը որ հիմա Զովեզերքյան շրջանը եղավ Ալավիների։ Դու համաձայն ես իր պատին ցեղասպանություններ եղածը վերջին օրերում։ Մեր հայ բարեկամներն էլ շատեր գրեցին դադրեցուցեք ալեոիներու ցեղասպանությունը, հա։ Մանավանդ ամերիկացի լրագրողներ, որոնք իբրև թե փոքրամասնություններու թադը կպաշտպանեն, ինչքանով ճիշտ էր այդ ցեղագերբումը քու գարձիկովդ։ Ես անձնապես դե այո, համաձայն եմ, եղավ շատ ոչրակորձ։ Ցեղասպանություն։ Դեսեք, ամբողջ ցեղը սպանվեցավ։ Չէ, չսպանվեցավ։ Հիմա չպետք է սպասեինք, որ սպանվեր, որ նոր գոչ էին։ Այսինքն գարմը դահոկությունը։ Գար, այո, գար այդ պլանը։ Ինչու, որտեվ հիմա Սուրիայի մեջ խնդիրը երկու իմ գարձիկովս մեկ մնացորդներու խնդիր չէ, ինչպես որ արաբերենով գսեն ֆուլուլ ասադ կամ նիզամ։ Ուրիշ ֆլուլա գա, իսլամիստական, զայրահեղ իսլամիստական մնացորդներ կան, որ վտանգավոր։ Ես ադի գուզեմ որ շեշտել, որ հոս Հայաստանի մեջի հայերն ալ պետք է գիտնան այդ ինֆորմացիան։ Ուրեմն այս նոր իշխանությունը Ջոլանին, որ առաջ Թահրիր Շամ էր անունը, հիմնական մասը իրենք չէին, որ այս ամեն ինչը գազմագերբվեցավ, այսինքն Զովեզերքյան։ Իմ գարձիկովս չէ, որտեվ ուրիշ մնացորդներ գային, որ ոչ թե ենթագային Թուրքիայի պետության, ենթագային որոշ թուրքական մաֆիաներու, այսինքն Թուրքիայի մեջ շատ մենք երբեմն հայերս Թուրքիա ասելով կգարձենք Թուրքիան մեկ է։ Այդպես չէ, Թուրքիայի մեջ կան դարբեր գուսակցություններ, դարբեր ազգային շարժումներ, իսլամիստական, ոչ զայրահեղ իսլամիստական։ Հիմա այդ ցեղասպանության գարձիկը կամ ցանկությունը ունեցողները եւ ովքեր որ այդ ոչրակորձությունները ըրին ալավիներու թեմ Զովեզերքյան շրջանը, իմ գարձիկովս իրենք ավելի այդ որոշ թուրքական իսլամիստական շարժումներին հետևող վարձկաններն են եւ ոչ թե հիմա իշխանության անդամները եղան նախագահի խոստովանումով ալ եղավ Ջոլանին ելավ իր խոսքին մեջ ըսավ ասել գուզես շարա այո շարա իր խոսքին մեջ ըսավ որ ովքեր որ նույնիսկ իրենց իշխանությունը օգտագործեցին իրենց անձնական մուրը եւ ողը հանելու եւ այս ցեղասպանության մեջ մաս դառնալու իրենք ալ պիտի պատժվին եւ նույնիսկ սավ այս բոլորը նախադեсված էր գրնար պատահել այսինքն այո այս բոլորը վերլուծել է յետք դու որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ես դեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հայաստանի Հանրապետության բնակիչ հայ, որ մեծ հաշվով գրնաս նաև քաղաքացի ելալ։ Ինչ կգարձես, աս 10 տարի եւ 13 տարվա ընթացքին Հայաստանը թերացավ որպես պետություն Սուրիայերուն հանդեպ թե ինչպես կգնահատես եւ այսօր ինչը սպասենք Հայաստանի պետութենեն, պետական համագարկեն որովհետև Հայաստանի պետության իրավիճակն ալ քիչը confusing է մեկ կողմեն սպյուրքի թևը որ նաև հարկելի է անշուշտ գուզե որ անպայման Սուրիայությունը մնա իր արմատները պաշտպանե ինչպես քիչ առաջի որտեղ ժառանգությունը կա մյուս կողմը կան մարդիկ որ իրենք գուզեն գալ բայց կարողությունը չունին մեկ խոսքով հավաքական համացայնությունը չի գա Սուրիայերու թեմայով այո օգնեցինք կարելիության չափ կարելիութենեն ավելի Ամերիկայի մեջ AMA-ը HBO-ն
հոմը, դարբեր մարմիններ օժանդակեցին, բայց մենք չունեցանք հավաքական ծրագիրը սուրիահայության համար։ Այսօր դու ինչպես կդիտարկես այս հագասական բادگերները, ով մեղավոր է եւ ինչ է մեղքը եւ ինչ պետք է անենք Սուրիայում համար։ Նախ ավելի պետք է հիմա տվյալ բահին ավելի պետք է Հայաստանի իշխանությունները ցանկան, որ մեր հալեբահայությունը կամ դարբեր հայեր Սուրիայի տարածքի մեջ ապահով լան, ավելի թե քաղաքական գաբեր ունենան շարայի հետ, նոր իշխանության հետ, թե բոլոր հնարավոր ցևերու մասին մտածեն եւ կորձելու մասին մտածեն, որ ինչպես կարելի է այս խեղճ ժողովրդին ձևով ավելի վստահեցնել, որ դուք ապահով եք հոն։ Այսինքն դուք ուզես նաև անդեր չեք։ Այո, այսինքն դուք մի քիչ առաջ նշեցիք, որ ափսոս չեն այդքան դպրոցներ, այդքան հոգևոր արժեքներ, մշակութային արժեքներ մնան եւ վերջանան։ Իհարկե ափսոս են, եթե մենք այդ ուղղությունը ուզենք որ եւ այդ ուզենք որ բահբանվի այդ ամեն ինչը ավելի ջիք պիտի կորձվի եւ գլխավոր բադասխանադուն Հայաստանն է, որտեվ հայրենիքը հոս է, ինչքան ալ սպյուրքը փորձե հաստատությունները փորձեն AGB-ուն շատ մեծ չանք տապեգոր այդ կորձին մեջ, բայց ինչքան ալ իրենք փորձեն, պետք է որ պետությունը աճագից դառնա ադամեն ինչին։ Եվ ավելի հետաքրքրված է ադամեն ինչին։ Ադի գոքն է, դակնաբի փարադման։ Այո, դե վերջի պետությունը այո։ Իմ կարծիքով է։ Իսկ այսօր եթե Հայաստանը միջոցներ ձեռնարկե գրնալ որ մարդիկ կան։ Այո, եթե օրինակ ինչու՞ չէ, եթե ծրագիրներ լան Սուրիահայերու համար աշխատանք բնակարան գուքան, այո։ Այո։ Շատերը եթե այդ ծրագիրը տրվի, ես համոզված եմ շատերը մեկ անգամ են ոտքի գելեն եւ գուքան։ Արամ երդասարտության թիվը ինչպես է այսօր Սուրիո մեջ, Հալեբի մեջ։ Ցավալի։ Ընդհանուր Սուրիայի մեջ երդասարտություն չի մնաց։ Սուրիայի երդասարտությունը կախտած է։ Ոչ թե մենակ հայ։ Սուրիան երդասարտության լուրջ տակնաբուն։ Այո։ Անչափ շնորհակալ եմ այս զրույցին համար, հարգելի ագնտիրներ, հանգեղ զրույցը այսօր Սուրիո ցավերուն Սուրիո դակնաբի մասին էր 13 տարի է իվեր այդ հրաշալի երգիրը շարունակե դարաբիլ եւ վերջին փուլը մենք բոլորս ագանադես եղանք արևելքի միջոցով դիդարգեցինք ու նաեւ խոսեցանք Սուրիո ընդհանուր իրավիճակին, հերանեկարներուն, մտահոգություններուն ու ամենակարևորը Սուրիահայության անվտանգության մասին։ Հյուրս երաժիշտ, կատարող Հայաստանի օպերայի անդամներ են Արամ Խաչատուրյանն էր, հետևեցեք արևելքի թողարկումներուն, նաև հորթորս լայք մսեղմեցեք, մեկնաբանությունը թողեցեք, սակայն գիրտ ու հնարավորինս դարաձեցեք արևելքի մեր դեսանյութերը այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելության բարին ընծես։